Բարև։ Պատկերացրեք կանգնած եք հայլու առջև եւ տեսնում եք ձեր արտացոլանքը, սակայն ոչ թե այսօրվա, այլ մանկության տարիների։ Ու հանկարծ հիշողության խորքերից սկսում են վերադառնալ վաղուց մոռացված պատկերները։ Ձեր դասարանի հոտը, արևի ջերմության զգացումը դեմքին, ընկերների ձայները, ում դուք տասնամյակներով չեք հիշել։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները գտել են այս մոռացված հիշողությունները վերականգնելու միջոցը։ Հետազոտողների անցկացրած գիտափորձը թույլ է տալիս տեսնել այն, ինչ գտնվում է այսպես կոչված մանկական ամնեզիայի սահմանից այն կողմ։ Մանկական ամնեզիան նյարդաբանական երևույթ է, որի պատճառով մարդկանց մեծ մասը ոչինչ չի հիշում կյանքի առաջին 3 տարիներից։ Մասնագետները կիրառել են դեմքի յուրացման պատրանք կոչվող տեխնոլոգիան, կամավորին ցույց են տալիս իր դեմքի կենդանի տեսանյութը մշակված թվային ֆիլտրերի միջոցով։ Էկրանին մարդը տեսնում է ինքն իրեն, սակայն ոչ թե հասուն տարիքում, այլ 7-8 տարեկանում բոլոր շարժումները, միմիկան, գլխապտույտները իդեալական համընկնում են։ Արդյունքում ուղեղը պատկերն ընկալում է որպես հայելային արտացոլանք, մտածելով՝ այո, սա ես եմ, բայց մանուկ հասակում։ Կոնտրոլային խմբի կամավորները նայել են նույնպիսի տեսանյութեր, սակայն առանց ֆիլտրի, զուտ իրենց իսկական դեմքը։ Սեանսից հետո բոլոր մասնակիցներին խնդրել են հիշել իրադարձություններն իրենց վաղ մանկությունից ու վերջին 1 տարվանից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր տեսել են իրենց մանկական տարբերակը, կարողացել են հիշել ավելի շատ դետալներ ու դրվագներ, կարծես բացվել է հիշողության թաքնված մի դուռ, որը մինչ այդ անհասանելի էր։ Հետազոտողները բացատրում են, մեր հիշողությունները ոչ միայն արտաքին աշխարհի պատկերներ են, դրանք միշտ կապված են սեփական մարմնի զգացողության հետ, շարժումների, դիրքի, ձայնի, անգամ դեմքի արտահայտության։ Երբ ուղեղը տեսնում է ծանոթ մանկական մարմինը, նա ստանում է այն անհրաժեշտ կոնտեքստը, որում ժամանակին ձևավորվել է հիշողությունը, ու այդ կոնտեքստը դառնում է հիշողությունների, ապա արգելափակման բանալի։ Գիտնականները կարծում են, որ նման մարմնական պատրանքները իրոք կարող են հեշտացնել հեռավոր ինքնակենսագրական հիշողությունների հասանելիությունը։ Նրանք համոզված են, որ սա միայն սկիզբն է, ապագայում ավելի բարդ վիզուալ ու տակտիլ պատրանքները կօգնեն մեզ հիշել մեր կյանքի ել ավելի վաղ շրջանները, հնարավոր է անգամ նորածին ժամանակները։ Սնկերը կարողանում են հիշել ինֆորմացիան։ Օհայո նահանգի գիտնականների թիմը պարզել է, որ սովորական ուտելի սնկերը, օրինակ շիիտակեն կամ շամպինյոնը, կարելի է վերածել կենդանի էլեկտրոնիկայի էլեմենտների։ Դրանք կարողանում են մշակել ու պահպանել թվային տվյալները, աշխատելով ինչպես օրգանական մեմրիստորներ, սարքեր, որոնք հիշում են իրենց նախկին էլեկտրական վիճակները։ Գիտնականները սկսել են սնկերը աճեցնելուց ու դրանք խնամքով ջրազրկելուց, ինչը ապահովում է նյութի կայունությունը։ Ապա սնկամարմնի տարբեր մասերին ամրացրել են բարակ մետաղալարեր եւ սենսորներ։ Պարզվել է, որ միցելիումի տարբեր հատվածներ տարբեր կերպ են էլեկտրականություն անցկացնում։ Հենց դա էլ հնարավորություն է տալիս ծրագրավորել սունկը։ Լարումից եւ միացման հատվածից կախված այն դրսևորում է տարբեր ռեակցիաներ կարծես սովորելով։ Լաբորատոր փորձարկումների ընթացքում այդպիսի սնկային չիպը մշակել է վայրկյանում մինչև 5850 ազդանշան, մոտավորապես ինչպես պարզագույն միկրոկոնտրոլեր։ Ու անգամ գիտափորձից 2 ամիս անց աշխատանքի ճշգրտությունը պահպանվել է 90%-ի մակարդակում։ Երբ համակարգը ծանրաբեռնվել է, իսկ արտադրողականությունը նվազել, հետազոտողները շղթային են միացել եւս մեկ սունկ ու ամեն ինչ կարգավորվել է։ Սնկային էլեկտրոնիկայի առավելություններն ակնհայտ են։ Այն էժան է, կենսատրոհվող, էկոլոգիապես մաքուր։ Այն կարելի է ստեղծել առանց հազվագյուտ հողային մետաղների եւ ահռելի էներգետիկ ծախսերի, որոնք անհրաժեշտ են սովորական միկրոչիպերին։ Ընդ որում իրենք սնկերը չեն պահանջում ստերիլ լաբորատորիաներ, տաք ու խոնավ տարածքն էլ բավական է։ Ավելի վաղ միցելիումն արդեն դիտարկվել է որպես հիմք հաշվարկների համար, սակայն Օհայոյի թիմը առաջին անգամ է տեխնոլոգիան հասցրել կայուն ու մասշտաբավորվող մակարդակի։ Հիմա սնկային պրոցեսորը կարելի է ոչ միայն ցույց տալ գիտական կոնֆերանսների ընթացքում, այլև օգտագործել իրական համակարգերում։ Հետազոտողները կարծում են, որ տեխնոլոգիան մեծ ապագա ունի։ Կոմպակտ սնկային չիպերը կարող են դառնալ գadgetների եւ ավտոնոմ սարքերի մաս, իսկ խոշոր համակարգերը կարող են կիրառվել ավիատիեզերական տեխնոլոգիաներում ու բաշխված հաշվարկներում։ ԱՄՆ-ում ավարտվել է մարդուն կենդանու օրգանի փոխպատվաստման քսենոտրանսպլանտացիայի այս պահին ամենաերկարատև պատմությունը։ Ամերիկացի վիրաբույժները հեռացրել են Նյու Հեմփշիր նահանգի բնակիչ 67-ամյա Թիմոթի Էնդրյուսին փոխպատվաստված խոզի երիկամը։ Պատճառը վանման սկսված ռեակցիաներ ու այդ վանումը կանխարգելող դեղամիջոցների կողմնակի էֆեկտները։ Էնդրյուսը խոզի երիկամով ապրել է 271 օր, գրեթե 9 ամիս։ Սա ռեկորդային երկար ժամանակ է։ Նախորդ բուժառուն Թովանալունին նմանատիպ օրգանով ապրել է 130 օր։ Օրգանի հեռացումից հետո Էնդրյուսը, ինչպես Լունին, կրկին անցել է հեմոդիալիզի ու սպասում է մարդկային դոնորական օրգանի։ Փոխպատվաստված երիկամը պատկանում էր Էգեն 2784 էքսպերիմենտալ գծի խոզի, որին ստեղծել է Egenesis կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Այս խոզերի գենոմում գիտնականները իրականացրել են 69 փոփոխություն օրգանները մարդկային օրգանիզմին առավելագույնս համապատասխանեցնելու ու վանման ռիսկը նվազեցնելու համար։ Վիրահատությունն անցկացրել են ԱՄՆ առաջատար բժշկական հաստատություններից մեկի Մասաչուսեթսի ընդհանուր պրակտիկ
գենետիկայի հիվանդանոցի մասնագետները։ Քսենոտրանսպլանտացիայի նկատմամբ հետաքրքրությունը այսօր սրընթաց աճում է։ Ամբողջ աշխարհում նման բուժառուների թիվը առայժմ մի քանի մարդ է, սակայն հենց նրանց դեպքերն են օգնում հասկանալ, որքանով է իրատեսական մարդկային դոնորական օրգաններն ամբողջությամբ խոզի օրգաններով փոխարինելու հեռանկարը։ eGenesisից բացի նման նախագծերի վրա աշխատում են United Therapeutics ընկերության ստորաբաժանումը, Revivicor-ը, Նյու Յորքի համալսարանի հետ համագործակցությամբ ու չինական Clone Organ Biotechnology ընկերությունը։ Նրանց հիվանդանոցներում արդեն կան բուժառուներ, ովքեր շարունակում են ապրել խոզի երիկամներով։ Գարնանը վիրատված 69-ամյա չինուհին ու ամրանը օրգանը ստացած 54-ամյա ամերիկացին։ Չնայած փոխպատվաստումներն առայժմ էքսպերիմենտալ են, գիտնականներն արդյունքներն անվանում են հուսադրող։ Էնդրյուսի օրգանն աշխատել է նախկինում փոխպատվաստված երիկամներից ավելի երկար, ինչը նշանակում է, որ գենային մոդիֆիկացիայի եւ իմունասուպրեսիայի տեխնոլոգիաներն իրոք աշխատում են։ Հաջորդ փուլը ընդլայնված կլինիկական փորձարկումներն են, որոնք պետք է ցույց տան, արդյոք նման օրգանները կկարողանան օգնել տարիներով դոնորական երիկամի սպասող հազարավոր հիվանդների։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Կենսաբանը, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը Ավստրալիայում տեսնում են, թե ինչպես է սև ոչխարն արածում։ Կենսաբանն ասում է. Ավստրալիայում ապրում են սև ոչխարներ։ Ֆիզիկոսը հավելում է. Ավստրալիայում ապրում են նվազագույնը 1 սև ոչխար։ Մաթեմատիկոսն էլ եզրափակում է. Ավստրալիայում ապրում է նվազագույնը 1 ոչխար ու նվազագույնը մի կողմից այն սև է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։